Kaplis deda Zuzu kartvisa, uțin mamusa uzor didașvilsa, dedas manastan kvitineg tisa, masuzor debda mama valgmirsa, ka kraiz droța, ditmana. Նինոց Մինդայի գրադարանում անցկացվեց փոքրիկ ցերեկույթ նվիրված վրաց գրող Իլյա Ճավճավաձեի պոեզիայի օրվան։ Այն կազմակերպել էր Նինոց Մինդայի մշակույթի ու սպորտի ծառայության, կրթության, գիտության ու հուշարձանների պահպանության բաժնի եւ քաղաքի գրադարանի համատեղ ուժերով, որին մասնակցում էին քաղաքի թիվ 1 եւ թիվ 3 դպրոցների աշակերտները։ Կապված վրաց մշակույթի բազմադարյան պատմության հետ, պատմություն, որը լի է վայրիվերումներով, Բաղթու փոթորկալից կյանքով, որ Վրաստանի պատմության եւ մշակույթի կայունության Իլյա Ճավճավաձեն Վրաստանից անբաժանելի է այնպես, ինչպես Ռուստավելին է, Բարաթաշվիլին ու Ակակի Ծերեթելին են, Բաժապ Շավելան ու Ղազբեգին են, որոնք դարադար կմնան յուրաքանչյուր վրացու ոգևոր դաստիարակն ու հոգևոր ուսուցիչը, եւ միաժամանակ այդ անքրտելի կապից ելնելով ձեռք են բերում համամարտկային հնչողությունը։ Այսօր Իլյա Ճավճավաձեի պոեզիայի օրն էր, եւ մենք Նինոց Մինդայի թիվ 3-րդային եւ առաջին դպրոցների աշակերտներով եւ գրադարանավարուհիների աջակցությամբ կազմակերպեցինք այս մի փոքրիկ միջոցառումը նվիրված Իլյա Ճավճավաձեի պոեզիայի օրվան։ Մենք հանդես եկանք հայերեն եւ վրացերեն լեզուներով, նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Նինոց Մինդայի մունիցիպալիտետի մերիային այս փոքրիկ նվերների համար։ Իլյա Ճավճավաձեի պոեզիան վրաց գրականության ամենագեղեցիկ էջերից մեկն է։ Այն բնորոշվում է ամենաառաջ հայրենասիրական վիթխարի ոգով, մտքի խորությամբ ու զգացմունքայնությամբ։ Իլյա Ճավճավաձեի ստեղծագործությունը նշանավորեց վրաց գրականության պատմության նոր փուլ։ Նրա հայրենիքի այն ժամանակվա դրությունը հարկադրում էր պոետին լրջորեն մտածել իր աշխատանքն ու գործունեությունը իգրավ տնել հայրենիքի ու հայրենի ժողովրդի բարօրությանը։ Հայրենի երկրին ծառայելու միտքը պոետի հիմնաքարային թեման է, որ մի քանի բանաստեղծություններից բացի հանդիպում է նրա բոլոր ստեղծագործություններում։ Պոետը ինքնամոռացորեն ծառայել էր այդ գաղափարին եւ նրա հաղթարշավի համար դաստիարակում էր նոր սերնդին։ Վրացի ուսանողների երգը բանաստեղծության հիմքում ընկած է այդ նույն թեման՝ երկրին, ժողովրդին, հայրենիքին ծառայելու միտք։ Դեդամ Ռոշվիլի գազատես, էմա գրաչվենից թանավ, ծմուր ատկամոստկանի բար, վել կանդապել աստանավ, վխին շիմոլխին ես մովուխեն, ճաշի միջիրն ես վուշվելի, Փիքրի, սիքնի, շրոմի դրոսը րձեսա ծար դավուվարդեբի, դիտ ծարգավեք խոլնեբի, դամխարս վիսցենս պատարասա, ձալաս խուդա գուդավակ բերեբի, դաթակված վիսցենս ամարթասա։ Հայերեն եւ վրացերեն լեզուներով ներկայացվեց Իլյա Ճավճավաձեի կյանքի ու գործունեության դրվագներն ու ստեղծագործությունները։ Խոսվեց նրա կատարած աշխատանքների, իր հայրենիքի նվիրումի ու լավատեսության մասին։ Ցան չի գալիս ոչ մի կողմից։ Վրաստանը մոտ նոր։ Վրացին է հաղթված քնից, տքում, տանջված ու տխուր։ Մենակ եմ ես, քնած են, քնաչուրջս ու հեռու։ Ախ, Աստված իմ, քնած, երբ է արդյոք զարթնելու։ Դիզլիսա, սիրոդետ մսվեու, իուդիշ չանքսա, սպիրոդե, ծարացմերթի իմ մտարալին, իմ կոպհեպդա ացիմ ալգասար, արյան վիսած մերթի արահղա, ռոմես կարոշի դիտ Իսրայելի, դայրբանցվիս թեղտ ասվիս խևութա։ Ինչներիս էր պետք այն ժամ գալիք, եւ մեր լույսներ կան թարմեր ու թովիչ, ինչպես լեռնային օրը վաղուձյան, եւ սակայն մեր խնդությունը այնպես շուտ անցավ, ու կուրությունը վարվռուն սիրո անհետ չքացավ, ամեն ինչ հեռացավ ինձնից, դարձավ քաղցր հուշ։ Այս աշխարհում սնում էին, երկնավորից երկրի որդին, եւ նրա հետ խոսքը խոսքին վարում եմ ես ժողովրդին։ Ու երկնային արևը ո՞րն է վարում իմ այս սրտում, որ ես խալխին լինեմ եղբայր, խինտին ուրախ, ողբին տրտում։ Վերքս բացվի վերքից նրա, այդի ցավից թող իմ հոգի, նրա բախտով ճշմարությամբ թող տապակվի սիրտս ուժքին։ Զոք ջերգի տանջվիտ ամոձախիլի, քարտվիս ծիլ շյակ վեսայիս մոդա։ Վիտեք մարտոկա, տամութևի չրդիլի, կլավ չեմ քվեղնիս, ձիլս էալերսեբա։ Ով մերթո չեմո, սուլ цили, росхак вересос, чвен гавидзев. Сегодняшнее мероприятие организовано отделом образования, культуры и памятников мэрии Ниноцминского муниципалитета совместно с учениками номер 1 и номер 3 армянской средней школы. Участвуют 8 участников в мероприятии, которые представят песни, поэмы, посвященные Дню великого писателя-поэта Ильи Чавчавадзе. И в знак благодарности, как приятное дополнение к сегодняшнему событию, мэрия Ниноцминского муниципалитета приготовила для участников небольшие подарки.
Որպես շնորհակալություն մասնակիցներին քաղաքապետարանի կողմից հանձնվեց նվերներ։ Նվիրատվությունն իրականացրին կրթության, գիտության ու հուշարձանների պահպանության բաժնի ծառայակիցները։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ եւ իր սրտի խոսքը հայտնեց նաեւ Զարուհի Արզումանյանը։